Բայց իրական քաղաքականությունը իհարկե Հայաստանի նկատմամբ, իրական շատ դաժան քաղաքականությունը սկսելու է, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթի, եւ այլևս ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այս խորամանկություններն ու սեթևեթանքները քաղաքական անելու կարիք չունենան։ Իրենք կդնեն բացահայտ հարցը, մասնավորապես արդեն խոսում են 600,000, եթե առաջ 300,000 էին խոսում, 600,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, կխոսեն 150 միլիարդ առնվազն դոլարի ռազմատուգանքների մասին, կխոսեն 269 մզկիթների վերակառուցման մասին Հայաստանի Հանրապետությունում, որ հիմա խոսում են, ասում են, կրկնում են, պաշտոնապես են խոսում, նույն Ալիևն է խոսում, բայց գոնե ուղղակի Հայաստանի առջև մի մասը դրված է, մի մասը դրված չի։ Դրա համար թող ժողովուրդը ինքը մտածի, ուզում է բախվի այդ լրջագույն խնդիրներին, որտեղ խնդիրն արդեն Արցախի հարցը չի։ Խնդիրն արդեն Հայաստանի պետականության ինքնիշխանության հարցը չի, որ այս ամբողջ արդեն տվել է Նիկոլ Փաշինյան։ Խնդիրը պարզ գոյութենական հարց է։ Արդյոք հայ ժողովուրդը հնարավորություն կունենա ապրելու այս հողակտորի վրա, անունն էլ չեմ տալի, ինչա կոչվելու, որտեղ էլ չգիտենք։ Ուղղակի ապրելու հնարավորություն կունենա, թե պիտի դառնա ազգովին կամ գաղթական, որտեղ գալու են լցվել, կամ ամեն օրվա բախումներ ունենալու կենցաղային քաղաքական եւ այլ հողի վրա, որովհետեւ իհարկե 600,000 չակում են 600,000 չի կա, բայց այն անգամ 20, 30, 50,000-ը որ կա, դրանք խաղաղ բնակիչներ չեն լինելու, դրանք բանտերից արձակված հանցագործներ, հակահայկական տրամադրություններով սրսկված տարբեր մարդիկ է լինե ատելությամբ լցված եւ իրենց խնդիրն է լինելու հրահարել ներքին բախումներ, որը պատերազմ հանդիսանա Ադրբեջանի համար զորք մցնելու սովետական Հայաստանի տարածք։